Էլեկտրացույց, էլեկտրական լիցքի բաժանելիություն, լաբորատոր աշխատանք։ Աշխատանքի նպատակ ծանոթացում էլեկտրացույցի հետ, գործնականորեն կատարենք փորձ լիցքի բաժանելիության մասին։ Անհրաժեշտ սարքեր և նյութեր՝ 2 էլեկտրաչափ, 1 ուսիչ բռնակ ունեցող հաղորդիչ ձող, ապակե և էբոնիտե ձողեր, բրդային և մետաքսային կտորներ։ Ծանոթանանք էլեկտրաչափի կառուցվածքի հետ։ Այն բաղկացած է մետաղյա գնդից, մետաղյա շրջանակից, մետաղե ձողից, որը ամրացված է մետաղյա շրջանակին 1 ուսիչ նյութի հետ, և ալումինե թեթև սլակից։ Փորձի արդյունքում տեսանք, որ և առաջին և երկրորդ էլեկտրաչափերը ցույց են տալիս լիցքի միևնույն արժեքը, նշանակում է լիցքի կեսը առաջին գնդից անցել է երկրորդին։ Ուրեմն լիցքը բաժանվել է։ Բնականաբար հարց է առաջանում, արդյոք լիցքի բաժանման սահման կա՞։ Այդ հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է կատարել ավելի բարդ և ճշգրիտ փորձեր։ Այդպիսի փորձեր առաջինը կատարել է ամերիկացի գիտնական Ռոբերտ Միլիկենը։ Նա եկել է այն եզրակացության, որ բնության մեջ գոյություն ունի ամենափոքր և այլևս անբաժանելի տարրական լիցքը և չափել է այդ լիցքը։ Միավորների միջազգային համակարգում տարրական լիցքը նշվել է որպես Q-ն հավասար է 1,6 անգամ 10 - 19 կուլոն։